21 TV-ում իր աշխատանքն է սկսում ապրենք առողջ է, բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր հյուրընկալել եմ բժիշկ գինեկոլոգ-սոնոգրաֆիստ, բժշկական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հորղողջյանին։ Սակայն մինչև զրույցին անցնել ուզում եմ ասել շնորհակալություն սպասարկման համար Արփինկա Բյութիին, տեղեկացնել, որ այն գտնվում է Իսակով 42 կոտորակ 3 հասցեում, հեռախոսահամարն է 044 31 27 38։ Բարի գալուստ, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Մասնագետները պնդում են, որ գրեթե բոլոր հիվանդությունների հիմքում ստրեսն է։ Եվ նաև ասում են, որ ստրեսից մենք կարող ենք ամբողջությամբ ձերբազատվել, եթե ուղղակի չլինենք։ Որքան էլ որ տարատեսակ, կատակներ, սկեչեր, հումորներ են լինում ստրեսի հետ կապված, միևնույն է բոլորս էլ գիտակցում ենք, որ այո, ստրեսը շատ բան է անում, շատ բան է որոշում, եւ նույնիսկ առաջին հայացքից որևէ կապ չունեցող խնդիրներն ու բարդությունները ստրեսի արդյունքում են լինում։ Բնականաբար գինեկոլոգի հետ պիտի խոսենք ստրեսը եւ կնոջ առողջությունը, հա, թեմայի շրջանակներում, ու գուցե մեզ հիմա դիտողները մտածեն, դե լավ, ստրեսը ինչ պիտի անի կնոջ առողջությանը։ Հիմա եկել ենք ասենք, որ շատ բան կարող է փոխել ու շատ երևույթներ կարող են լինել հենց ստրեսի արդյունքում։ Ճիշտն ասած, ձեր նախաբանը այնքան կտրուկ էր, ես սկսեցի նույնիսկ վախենալ, որովհետև Փակ ենք հաղորդում արդեն, հա։ Դեռ շուտ է, եկեք փորձենք բարձաբանել, որովհետև կարծում եմ իմ նման մտածեցին բազմաթիվ կանայք, որ եթե միակ տարբերակը ստրեսից ձերբազատվելու, դա չենք դիտարկում։ Եկեք Չէ, փոխենք։ մենք պետք է դիտարկենք, թե ինչպես անենք, որ ապրենք ստրեսի հետ։ Առանց ստրեսի։ Միգուցե դիտարկենք կյանքը առանց ստրեսի, փոխենք։ Կարծում եմ, այո, իհարկե ստրես ասված է, սա փորձենք հասկանալ ինչ է, որովհետև շատ լավ բան ասեցիք, մատիպատատան են զարգում եւ ցանկացած մի փոքր դժվարություն դա համարվում է ստրես։ Ինչ է ստրեսը, դա հարցի այլ կողմն է, բայց ապրել ստրեսի հետ, то есть դիտարկել ստրեսը որպես ոչ ստրես, դա երևի թե ավելի ճիշտ է, այսինքն փոխել հայացքը, վերաբերմունքը, փոխել անկյունը, փոխել միգուցե ինչ-որ չափով մտածելակերպը, որտեղ կարծում եմ գրագետ եւ խելացի մարդիկ նույն հարցի շուրջ կարող են ժամանակի ընթացքում իրանց տեսանկյունը փոխել, միշտ պետք չի մնալ նույն տեսանկյունին հավատարիմ, որովհետեւ փոխվում է ամեն ինչը շատ հարաբերական է։ Նույն իրավիճակը մի տարիքում եւ մի վիճակում դա դիտարկում ես այլ կերպ, եթե փոխվում է թե տարիքային խումբը, թե միջավայրը, դու արդեն կարող ես այլ կերպ նայել։ Քիչ ստրես կա, որ նայում ենք հետադարձ, ռետրոգրադ եւ ասում ենք՝ «Վայ, ինչու ենք սրա համար հուզվում»։ Միթե սրա համար պետք է լացել, տխրել, անհանգստանալ, սա ընդհանրապես խնդիր չի։ Հենց որ եկեք ստրեսը դիտարկենք որպես երևույթ, որևիցե, ոչ բժշկական տեսանկյունից նայեմ, որովհետեւ եթե մենք խոսենք բժշկական տեսանկյունից, մեր հաղորդումը չեն նայի, ես կսկսեմ բացատրել, թե ինչ բարդ մեխանիզմ է ստրեսը։ Այսինքն ինչ է իրանից ներկայացնում ինքը բիոքիմիական մակարդակից մինչև այն ինչպես ազդում է մարդու։ Բայց վերացական զգացողություն չի, չէ՞ սա։ Գիտեք, մենք խոսում ենք վերացականի մասին, որովհետև այն ինչը իրականում որպես ստրես ընդունում է օրգանիզմը, դա տարբերվում է այն ամենից, ինչ որ մենք խոսելու ենք եւ բարձրաձայնելու ենք։ То есть ստրեսը մեզ հայտնի ստրեսը, հա, այսպես գոյություն ունեն երկու ստրես։ Երբ այստեղ ոչ լուրջ վերաբերմունք է, բայց երկու ստրես, то есть ստրես, որը մարդը ասում է իմ մոտ ստրես է, կամ կանայք գալիս են, ստրեսի ենթարկվեցի եւ մի բան է, երբ որ դու տեսնում ես, որ օրգանիզմը իրականում ստրեսային իրավիճակում է, փոխվում են ամբողջ ներքին, առավել եւս գեղձերի աշխատանք, այսինքն այստեղ մակերի կամները, ենթաստամոքսային գեղձ եւ այլն, նրանք սկսում են աշխատել այլ ռիթմով, այլ ռեժիմով եւ փոխվում է փոխհարաբերությունը հորմոնների եւ որոշ այլ քիմիական տեղի են ունենում փոխհարաբերությունների համապատասխան փոփոխություն, որը բերում է կլինիկական պատկերին, որը տեսնում ենք մենք։ Այսինքն դա արտացոլումն է։ Իսկ ստրեսը, այն ինչ որ մենք հաճախ ասում ենք, այն ինչ որ ինձ կանայք են ներկայացնում աշխատասենյակում, իրանք ընդունում են դա տագնապի զգացողություն, դժբախտություն, ինչ որ որևիցե փոփոխություն, սիրտս արագ զարգեց, վայ իմացա իմ մոտ ստրես է, այսինչ բանը պատահեց ստրեսը, դա մի քիչ այլ ստրեսն է։ Ինքնին ստեղ պետք չէ ամեն մի դժվարությունը, ամեն մի փոքրիկ նույնիսկ անհանգստությունը ընդունել որպես ստրես, որովհետև օրգանիզմը լավ գիտի իր ստրեսը որն է։ Իսկ եթե մենք փորձենք հակառակով աշխատել, այսինքն ընդունենք երևույթը որպես ստրես, օրգանիզմի վրա ճնշում գործադրելով մենք իրականում ստանալու ենք այո այդ վերահսկված փոխհարաբերության խախտում, որոշ հորմոնների կտրուկ բարձրացում եւ որոշ օրգան համակարգերի ֆունկցիոնալ խախտում։ Այսինքն իրականում ինքը շատ բարդ մեխանիզմ է, որը եւ կապված է նաեւ անձի ընդհանուր որոշ առանձնահատկություններից, որտեղ մեկի համար ստրեսը կարող լինի
շատ բարդ իրավիճակ կյանքում, մյուսի համար նույնիսկ քննություն չհանձնելը շատ բարդ ստրես է, որովհետև տրանսպորտից ուշանալը ստրես է։ Ճանաչում եմ այդպիսի մարդկանց, նույնիսկ կան ժամանակահատվածներ, քննական շրջան, երբ որ գալիս են երիտասարդ աղջիկներ, այմա գնանք դեպի գինեկոլոգիա, որտեղ հոգեբանները արդեն երևի թե բարկանում են լինում է ժամանակահատված, երբ որ գալիս են աղջիկները քննական շրջանին մոտ կամ հետո եւ նշում են դաշտանային ցիկլի խախտում։ Ճիշտ ասած, շատ հաճախ հարցնում եմ, որ համասարանի ուսանողն է, որովհետև կան համասարաններ, որոնք բավականին ծանր, ես դրան միայն կողմ եմ, բայց նաեւ բժշկական ուսանողներն են հիմնականում։ Ոչ ոչ բժշկականին է շատ թեթև են ավելի վերաբերվում, բայց ուսանողները գալիս են եւ ասում են, որ քննություն էր, որ բարդ առարկաներ են եւ այլն եւ լինում են ֆունկցիոնալ խախտումներ, դաշտանային ցիկլի ուշացումներ։ Այստեղ մեխանիզմը շատ պարզ է, իրականում ստրեսային իրավիճակ, այդ ամբողջ սիմպտոմակոմպլեքսը եւ ամենանուրբ հորմոնը, այդ հարցում թեթև կարող ենք իր վրա թեթև մի շեղում եւ կարող ենք ազդել էմոցիոնալ ֆոնից ելնելով, ստեղծած իրավիճակից ելնելով, այդ ստրես ասվածը, դա պրոլակտինն է, ինքը բարձրանում է, բարձրանալու պարագայում մենք չենք ունենում ձվազատում, ձվազատման բացակայության պարագայում ձևավորվում է ֆունկցիոնալ կիստա, դաշտանային ցիկլի խախտում, ուշացում։ Սա ամենապարզ եւ ամենահաճախ հանդիպող երևի թե երևույթն է, այսինքն նույնիսկ փոքր, տեսեք որտեղից մենք որ հասանք, ընդհանրապես քննություն, որ երբ որ արդեն հասուն եւ մարդես դա դիտարկում ես որպես ինչի անհանգստանում եւ կյանքում ասենց գլոբալ հարցեր ինքը չի լուծում այդ քննության 1 բալը, չնայած մեկ-մեկ լուծում է, բայց կարելի է թեթև նայել։ Այդ իրավիճակները դա չենք դիտարկում որպես գլոբալ ստրես, այդտեղ ավելի շատ իրան մարդը կարա մի քիչ ավելի ճոխացնի եւ դարձնի իր համար ասենց մեծ դժբախտություն։ Լինում են ստրեսեր, որոնք իրանք չեն զգում նույնիսկ իրականում դժբախտ պատահար, որևիցե նույնիսկ կորուստ հարազատ մարդու եւ այլն, դա նույնպես այդ դա ստրես է, երբ որ արդեն միգուցե ոչ գիտակցաբար, բայց օրգանիզմում նորից տեղի են ունենում այդ ֆունկցիոնալ խանգարումները, ներառյալ հորմոնալ, ներառյալ գեղձերի ֆունկցիայի խախտում եւ սկսում են օրգանական, արդեն կլինիկական արտահայտման ձևերը։ Դա կարող է լինի շատ տարբեր։ Շատ հաճախ նյարդային համակարգն է ախտահարվում, այդ ֆրազան էլ է շատ հաճախ մոտ նևրոզը։ То есть տարբեր կլինիկական նկարագրություն է եւ պետք է այստեղ շատ ուշադիր լսել, հենց մեկ-մեկ հարցնում են ինչա երկար խորհրդատվություն, որովհետեւ հարցերը շատ են եւ մարդուն երբ որ լսում ես կարողանում ես տարբերակել, դա իրական, այո, օրգանական է, թե դա էմոցիոնալ է, թե դա իրականում նյարդային որևիցե լարվածության արդյունքն է։ Առաջին պատասխանը, եթե կնոջ մոտ մեր իմացած ստրեսն է, առաջին պատասխանը հենց դաշտանի հետ կապված փոփոխություններն են լինում։ Պարտադիր չի դաշտանի, դա ուղղակի երևացողն է։ Դա այն երևույթն է, որ գուցե լինի նաև փոփոխություն, որը մենք չնկատենք։ Միանշանակ, որովհետև եթե մենք հասկանանք մի շատ կարևոր բան, որ կնոջ օրգանները, ռեպրոդուկտիվ, արգանդը, ձվարանը, լորձաթաղանթը, առավել այդտեղ ուշադրություն լորձաթաղանթը, դա հորմոնակախյալ օջախներ են, հետևաբար, այսինքն այդտեղ թիրախային բջիջներ շատ կան հորմոններից կախված, իսկ ստրեսը ինքը բերում է որոշակի դիսֆունկցիայի, То есть, ստրեսը ես ամեն անգամ ասում եմ, ամեն անգամ պետք է երևի թե ճշտենք, թե ինչ ենք դիտարկում, որպես ստրես այդ ամբողջական սիմպտոմակոմպլեքսն է։ Երբ որ լինում է շեղում, օրինակ, բարձրացավ նույն պրոլակտինը, առաջացան ֆունկցիոնալ կիստա, առաջացավ էստրոգենների մեծ քանակ, ահա այստեղ ստոպ ենք տալիս։ Գնում է ազդեցությունը այն օրգան համակարգերի վրա, որտեղ ունենք թիրախային բջիջներ։ Դա լորձաթաղանթն է, դա կրծքագեղձն է, դա պրինցիպի ամբողջ օրգանիզմն է, բայց այս երկուսը հանդիսանում են ավելի առավել տենց խոցելի։ Հետևաբար մենք կարող ենք ունենալ փոփոխություն, պիկ մի հատ, որի հետևանքով լինում է որոշակի փոփոխություն, այդ պիկը վերադառնում է, որտեղ ցանկացած օրգանիզմ, առավել եւս երիտասարդ ինքը կարող է կոմպենսատոր մեխանիզմներով, մենք ոնց ենք ստրեսից դուրս գալի, մեկը ստրես բառը չի ասում, բայց այդ ստրես ասված ոնց ենք դուրս գալիս, մենք կամ գնում ենք դիմում ենք բժշկի կամ օրգանիզմը արդեն բերում է բալանսի, արդեն սկսում ես մտածել, հասկանալ եւ ոնց որ զապուսկայից մի հատ նոր մեխանիզմ, որը արդեն հակառակն է գնում, բերում է կարգավորման։ Եվ այստեղ մենք այդ պահը շատ հաճախ չենք տեսնում, գտնում, նույնիսկ ախտորոշում, մենք արդեն տեսնում ենք հետևանք։ Հետևաբար այնինչ կարա լինի ստրեսի հետևանքով, դա էլի մի մեծ երկար մեխանիզմի աշխատանքի հետևանք է։ Իսկ ինչու ոչ միայն դաշտանային ցիկլը ձեր հարցի պատասխանը, որովհետև մենք ցիկլի խախտումը դա զուտ տեսանելի փոփոխությունն է։ То есть մենք տեսնում ենք
ասում ենք, նշում ենք, ցիկլը առաջ չի, հաճախականությունն է փոխվում։ Դա տեսանելի է լրիվ հայելի տեսանելիությամբ մենք կարող ենք բան է, չէ՞, հուշում կնոջ մասին ցա։ Բավականին շատ, որովհետև եթե ցիկլը ռեգուլար չի, ուշանումը դա հարցի մի կողմն է։ Եթե ցիկլը ռեգուլար չի, բայց շուտ է սկսվում, ստեղ արդեն գնում է երկրորդ ֆազայի կարճացման պատկեր, հավանաբար, դու կարող ես արդեն ենթադրել։ Եթե ցիկլի անմիջապես արյան արտադրության տևողության փոփոխությունն է, եթե քիչ է կիպոմինարիա կամ օլիգոաց քանակի պակասը կամ տևողության պակասը, դա այլ խնդրի մասին է խոսում։ Եթե առատանում ամբողջ համակարգի մասին խոսում է մի երևույթ։ Հուշում է։ Իհարկե վերջնական ախտորոշում չենք տալիս։ Դե գոնե բժշկին ասում է որ կողմի վրա կարելի է գնալ։ Միանշանակ ինքը տալիս է ուղղություն, ինքը տալիս է լաբորատոր հետազոտությունների, այսինքն մի մեծ ցանկից մենք ընտրում ենք արդեն շատ փոքր քանակով կոնկրետ, այսինքն էլի թիրախային ինչ է պետք ստուգել, ինչ ենք փնտրում, որտեղ պացիենտին լսելով դու հասկանում ես ինչ փնտրել։ Իսկ եթե դու ինչ բացառել, այո, եթե նշում են այնպեսի գանգատ, որը ընդհանրապես կապ չունի, կոնկրետ մեր օրինակ ստրեսի հետ, իհարկե մենք չենք անդրադառնալու, ստրես ասած դες հորմոնալ խախտումների։ Այդ լսելը ինքը շատ կարևոր է։ Եվ բայց այդ լարվածությունը, տեսեք ցանկացած դեպքում, երբ օրինակ ամենատարածվածներն եմ ուզում հիմա բարձրաձայնենք, ամենահասարակը, երբ մենք ուզում ենք պլանավորում ենք հղիություն, ամենաառաջինը ռեպրոդուկտոլոգը, գինեկոլոգը, բժիշկը, ամենաառաջինը կարծում եմ բոլորին են, հա, այս խորհուրդը տալիս, ձեզ հանգիստ պահեք։ Խորհուրդ են տալիս հնարավորինս զերծ մնալ տատանումներից, հնարավորինս չկենտրոնանալ։ Այսինքն այդ էմոցիոնալ դաշտը, գուցե ստրեսի փոխարեն օգտագործենք էմոցիոնալ դաշտ, հա, այսպես ավելի ճիշտ կլինի։ Շատ ճիշտ է, շատ ճիշտ է, էմոցիոնալ դաշտ։ Հաղորդման արդեն երկրորդ հատվածում ստրես տերմինը փոխարինենք էմոցիոնալ դաշտ, հա, հասկացության եւ կամ երևույթի բառախաղի հետ։ Սա ինչ է անում կնոջ հետ, որ այդքան շատ բան է փոխվում եւ առաջին ցուցումը բժշկի կողմից հենց դա է, հետևեք ձեր էմոցիոնալ դաշտին։ Ու դա գիտեք ինչ դժվար ցուցում է։ Գրեթե անհնարին է։ Գրեթե անհնարին, առավել եւս եթե աշխատում ենք անպտղության հետ։ Անհնարին, որտեղ դա ես ասում եմ ամենավերջում փորձում եմ ասել հույս չունենալով, որտեղ բոլոր կետերին իրանք հստակ հետևում են, բայց իմ չոց այդ էմոցիոնալ դաշտը ես կիրառեմ լավ ապագայում, որտեղ ստրես բառը ինքը լրիվ արդեն ստրեսի է բերում։ Էմոցիոնալ դաշտը ավելի փափուկ ես դիտարկում։ Եվ երբ որ ասում ես, դու հասկանում ես, որ դա ուղիղ հակառակն է լինելու։ Երբ որ ասում ես մի անհանգստացի, այստեղ միանգամից անհանգստության զգացողություն է, ինչու՞ չան, ուրեմն մի բան կա, որ պետք է չանհանգստանալ։ Եվ այդ էմոցիոնալ դաշտը միայն կնոջ ձեռքում չի։ Դա բարեկամներ, ծանոթներ, ահավոր ու շատ ծավալուն է այդ առատավոր շղթան, լինում են դեպքեր, երբ որ խնդրում եմ զույգը գա միասին, եւ տղային այս վերջերս ունեի շատ միանալի զույգեր, արդեն հղի է, բայց նախապես ես իրան խնդրել էի, որ բարեկամներից ուղակի Չշփվել ոչ մեկի հետ։ Որովհետև հասկանում եմ մայրիկին, հայրիկին, ուզում են թորնիկները, սա հասկանալի է, բայց երբ որ դու ամեն անգամ հարսին տեսնելուց 2-3 տարի աշխատում ես բժշկի մոտ, դա էլ է ստրես, դա էլ է էմոցիոնալ դաշտ, ամեն անգամ բժշկի գնալ, ամեն անգամ բացասական արդյունք կամ դրական, բայց հետո որևիցե խնդիր, եւ խնդրում եմ, որպեսզի իրանք մինիմալի բերեն կամ տղան նախապես ասի, որ թեման փակ է։ Թեման չի քննարկվում, խորհուրդ եմ տալիս ասել, որ բժիշկը չի թույլ տալի այս շրջանում հղիություն, որպեսզի հարցերը փակվեն։ Դա իրականում ստրեսային ֆոն է ստեղծում եւ էլի բերում ենք հորմոնալ։ Չէ, լինում են դեպքեր, երբ որ ես ուղղորդում եմ նյարդաբանի, լինում է դեպքեր, որ ուղղորդում եմ հոգեբանի, որպեսզի այդ հաղթահարենք, որտեղ աղջիկները շատ ավելի նուրբ են դառնում այդ շրջանում։ Ցանկացած կնոջ համար, ցանկալի ահղիություն, մայրիկի համար բալիկն է շատ մեծ դեր խաղում, դա կապ չունի դեռ նոր ես ուզում հղանես առաջինը, երկրորդը դա լրիվ էմոցիոնալ դաշտը փոխվում է։ Եվ դա դառնում է մի ցավոտ մի կետ, որին անընդհատ փորձում են, կարծես թե լավ հարց տալով ավելի խորացնում են եւ ցավացնում են այդ վերքին։ Հնարավոր է, որ դուք որպես մասնագետ կլինիկորեն նայում եք որևէ խնդիր չկա, հետազոտություններ բոլորը մաքուր են, օրգանական, ֆունկցիոնալ որևէ խնդիր չկա, բայց միայն էմոցիոնալ դաշտի արդյունքում կա ինչ որ դիսկոմֆորտ կամ օրինակ անպտղություն։ Դա մի քիչ շատ կտրուկ հայտարարություն է, որովհետև հիմնականում, եթե կա անպտղություն, մենք ունենք խնդիր։ Սա հարցի այլ կողմն է։ Էմոցիոնալ ո՞նց ենք բուժել։ Ուրեմն չենք բուժել, եթե հղի չի։
Եթե այո, անպտղությունը բուժվում է հղիությամբ, երբ որ գալիս են եւ խնդրում են ասում են, ասեք մենք կհղիանանք թե չէ, մենք ստուգում ենք որոշակի ֆակտորներ ու ասում ենք այ հիմա անցնում ենք պրակտիկ աշխատանքի։ Եթե չի լինում հղիություն, կախված տարիքից 6 ամիս, թե 35 տարեկան, եթե չէ 1 տարի ռեգուլար սեռական կյանք, մենք սկսում ենք փնտրել պատճառ, որովհետեւ ստրեսային ֆոնը ինքը նպաստող է, էմոցիոնալ դաշտը ինչ որ չափով դրդում է կամ բացասական ազդում է, բայց ոչ մի պարագայում չի հանդիսանում խնդիր, հենց ոչ պատճառ է, այլ նպաստող գործոն։ Ինքը նպաստող է, ինքը միանշանակ նպաստող է։ Եթե նույն պրոլակտինի վրա, պրոստը ինքը ամենապարզն, ամենահեշտ ընկալելու առումով, որպեսզի ովքեր տվել են այդ քննությունը, հաստատ գիտեն, շատերն են ծանոթ, դա է եղել, չէ՞։ Առաջինը դա է, եթե ինքը բարձրացավ, մենք իրան իջացնում ենք, մենք ստանում ենք ձվազատում։ Ուրիշ պատճառ եթե չունենք, մենք պետք է ունենանք հղիություն։ Եթե ոչ, պետք է շարժվենք առաջ։ Այսօր լաբորատոր ծառայությունը մեզ տալիս է այն աստիճան մաքսիմալի հնարավորություններ ախտորոշման, որ պետք է գտնենք։ Կա տոկոս, իհարկե գրականության մեջ էլ ունենք այդ ախտորոշումը չպարզաբանված, բայց այսօր այդ տոկոսը գնալով նվազում է։ Միշտ պատճառը լինում է, ուղղակի պետք է գտնել։ Հենց որ այդ ուղղությամբ միանշանակ աշխատում ենք, իսկ ինչ վերաբերվում է ստրեսին, այո, օրինակ արգանդափողերը, երբ որ ստուգում ենք անցանելիություններ, ինգենեգի ստրեսալպինգոգրաֆիան, երբ որ անում ենք։ Ես տերմինը հանեցինք։ Արգանդի փողերի անցանելիությունը ստուգելու համար օգտագործվում է մեթոդ պարզ բառերով, ոչ տերմինոլոգիայով հեղուկ ներառվում արգանդի խոռոչ, ինքը գնում է դեպի արգանդափողեր եւ մենք դա կարող ենք տեսնել ռենտգենի շնորհիվ։ Այդ process-ը անելուց ես միշտ խորհուրդ եմ տալիս անել դա նարկոզով։ 5-10 րոպե է տևում, ինքը իրական շատ կարճ հմուտ մասնագետի համար ուղղակի մի քանի վայրկյանի րոպեի խնդիր է։ Ինչու մկանները թուլացնենք, չլինի լարվածություն, չլինի սպաստիկ վիճակ, որը ուղղակի բերում է զուտ մեխանիկորեն սպաստիկ չի թույլատրում, որպեսզի հեղուկը այդ պահին գնա։ Նայում ես առաջի հայացքից բացասական է։ Անցնում է մի քիչ ժամանակ, տեսնում ես, որ չէ։ Ընթացքը գնում է, այսինքն ամենաէլեմենտար նույնիսկ սպաստիկ վիճակը ինքը կարա բերի այդ էմոցիոնալ դաշտի խախտման։ Ամեն դեպքում մենք ես ուզում եմ հասկանանք, որ նաև հոգևոր էակներ են կամ ավելի ճիշտ մենք հոգևոր էակներ ենք եւ ցանկացած տրամադրության փոփոխություն, նեգատիվ, ինչու ոչ նաև պետք չէ մոռանալ, որ շատ մեծ ուրախությունը եւս էմոցիոնալ փոփոխություն է, եւս կարող է ունենալ ոչ ցանկալի հետևանք։ Այնպես որ էմոցիաների, հույզերի կառավարումը շատ կարևոր է ոչ միայն արտաքին աշխարհի կամ հոգեկան առողջության համար, այլ նաև ֆիզիկական առողջության համար, որովհետև ցանկացած էմոցիոնալ խիստ տատանում կամ ուժգին տատանում հղի է նաև ոչ ցանկալի հետևանքներով։ Հնարավոր է, որոնք մենք տեսնում ենք, իդեպ ինչքանով ինքը ավելի ռեալ է լինում, ոչ էմոցիոնալ, այլ իրականում ներգրաված են լինում փոփոխությունները, այնքան իր բարդությունները եւ հերակա հնարավոր բարդությունները լինում են ավելի ծանր օրգանիզմի համար։ Բացի գեղձերի հորմոնների աշխատանքը, ես իհարկե ուզում եմ մասնավորապես քննարկենք կնոջ առողջության, հա, ասպեկտից։ Այո, չմոռանանք, որ գինեկոլոգ է մեր հյուրը։ Էլ ինչ համակարգերի վրա կարող է ազդել կնոջ էմոցիոնալ դաշտը, որpիսի ինչու եմ այս հարցը տալիս կամ ինչու է ընտրված թեման այսօրվա հաղորդման, որովհետև ավելի ավագ սերնդի համար, երբ դու ասում ես, որ էմոցիոնալ դաշտի արդյունքում այս կամ այն երևույթը չստացվեց, փորձում են սա ստորադասել, փորձում են սա որոշ նաև դեպքերում համարել, որ պարզապես ուռճացնում է պացիենտը եւ այլն։ Ես ուզում եմ մենք հասկանանք, որ էմոցիոնալ դաշտը իսկապես հարցի լուծող է, բժշկին օգնական կամ խանգարող է։ Գիտեք, դուք սերունդ նշեցիք, դա թե այդտեղ կանգ առնենք, իրանք ճիշտ են, իրանք շատ ավելի պինդ են, իրանք շատ ավելի կայուն են, ու իրանք շատ ավելի հմուտ են եւ ավելի մուդրի, ավելի իրանք խելացի են։ Գուցե մենք հասնենք այդ տարիքին, մենք դառնանք այդպեսին։ Չեմ կարծում, մենք միգուցե, բայց երիտասարդ սերունդը այսօր շատ փխրուն հոգեբանորեն շատ իրանք նուրբ են։ Տենց իրանք ստրեսակայուն չեն։ Միգուցե այս սոցցանցերն են, միգուցե արհեստական բանականությունն արդեն շատ հարցեր լուծում, շատ խնդիրներ կան, որոնք այդ ստրեսակայունությունը կոտրում են եւ առաջ իրականում հարցը կար, հարցը լուծվում էր։ Իսկ այսօր հարցը կա ու սկսվում է մի հատ մեծ պրոցեդուրա փորձել այդ հարցը լուծել ու ներգրավում են շատ տարբեր օղակներ։ Դա ժամանակի խնդիր է, այսօրվա ժամանակակից ավելի շուտ։ Ոնց որ իրանք ճիշտ են այդ հարցով, այն ժամանակ երևի լծակները քիչ էին, իրանք կոնկրետ լուծում էին հարցեր։ Այսօր ընդունել, որ կարա մարդը լինի էմոցիոնալ վատ վիճակում, որովհետև
ինչ որ մի էսթետիկ պրոցեդուրա չի արվել, եկեք դա դիտարկենք։ Ստրեսը մենք չընդունենք միայն, ես ասում դա առանձին է, եթե կա առողջական խնդիր, կա մարդու կորուստ եւ այլն, այլ ընդունենք, որ ստրեսը կարա լինի այնպիսի հարց, որ այսօր 50-60 պլյուս տարեկան մարդը միանշանակ չի հասկանալու ինչի մասին է խոսքը։ Դա դնենք մի կողմ։ Լավ չի արվել մատնահարդարումը։ Դա էլ կարող է, այո, որովհետեւ շատ տարբեր, նկարը լավը չէր, ֆոտոսեսիան հաջող չէր։ Սենց ես երկե ծայրահեղություն եմ վերցնում, բայց դա պրակտիկ կան, այո, այսօր կան։ Նույն այդ քննական շրջանը պետքա փոխել այդ վերաբերմունքը, то есть դա չազդի։ Մա վերադառնանք կնոջ օրգանիզմին։ Նրանք շատ հաճախ գալիս են կանայք լորձաթաղանթի չորության զգացողությամբ։ Դա էլ է ստրեսային ֆոնի հետևանքով։ Եթե կինը դիմում է եւ ասում է սեռական ակտը ցավոտ է, լորձաթաղանթը չոր է, ինքը չի զգում այն զգացողությունները չկան, առաջին հերթին մինչեւ հորմոնալ ֆոնի ստուգումը, այդտեղ մի փոքր զրուցում ենք իր եւ պարտների փոխհարաբերություններով։ Ունի պարտները խնդիր, թե ոչ, ունեն իրանք իրար հետ որևիցե խնդիրներ, թե ոչ։ Այստեղ այդ հարցի պատասխանն է, թե էմոցիոնալ ֆոնը կնոջ համար որքան կարևոր է։ Նեղվայրային աշխատանքի վայրում թե չէ։ Միգուցե ինքը այդ հարցը արդեն լուծել է, բայց հետևանքը մնում է եւ տան պայմաններում սիրելի մարդու հետ դա կարող է արտահայտվել մի քիչ այլ կերպ, առանց իր ցանկության, առանց իր որևիցե մտածված քայլերի։ Նույնը սեռական հարաբերության հետ առաջի առավել եւս, երբ որ դնում են շատ հաճախ վագինիզմ դիագնոզը, ես առնչվել եմ, երբ որ լինում է զուտ հոգեհուզական խնդիր կամ նույնիսկ ընտանեկան դաստիարակության հետ կապված խնդիր։ Այսինքն այստեղ բավականին լայն է, թե ինչպես կարող է ազդել էմոցիոնալ ֆոնը կնոջ օրգանիզմի վրա։ Դա սկսած առօրյայից, ամեն օրվա փոքր պրոցեդուրաներից, սեռական հարաբերությունից, դաշտանային ցիկլից ինքը կարող է իր ազդեցությունը թողնել, բայց ոչ թե ինքը լինի հիմնական խնդիր, մենք դիտարկենք, այ չի հղիանում, որովհետև իր մոտ ստրեսը չէ, նման բան չունենք։ Ինքը դրդում է, ինքը տալիս է այդ պուսկավոր մեխանիզմը աշխատացնում, որը բերում է արդեն հետագա խնդիրների։ Այսինքն, եթե այսօրվա մեր զրույցը ամփոփելու լինենք, հստակ կարող ենք ասել, որ մենք ենթարկվում ենք էմոցիոնալ փոփոխություններին, ուզենք թե չուզենք, միշտ չի որ սա մեր ձեռքն է, շատ հաճախ լինում է մենք ուզում ենք, չէ, ուղղակի չհուզվել, բայց միևնույնն է չի ստացվում։ Հուզվում ենք, անհանգստանում ենք եւ այլն։ Ինչպես։ Դա էլ է պետք։ Իհարկե, առանց դրա էմոցիաները չեն լինի։ Միանշանակ։ Միևնույն ժամանակ պետք է հստակ հասկանանք, որ բոլոր ժամանակներում եւ բոլոր դեպքերում կարծում եմ լավագույն դեղատոմսը լավատես մնալն է։ Եթե մենք լավատես ենք, մեր էմոցիոնալ դաշտը ավելի հանգիստ է լինում, հետեւաբար էլ առողջական խնդիրներն էլ ավելի ակնառու չեն լինում։ Լավատես, ինֆորմացված, գիտակցելով, եթե կա բայց ինֆորմացված մասնագիտական նեղ մասնագետներից ցանկալի է ռեալ շփման ժամանակ ինֆորմացիան ստանալ, ընկալել, որպեսզի այն հարցերը, որոնք կան, այն վախերը, որոնք կան, վախնել է բերում ստրեսի, այդ թեմայով որ սկսենք մեզ մի քանի հաղորդում չեն բավարարի ժամանակի առումով, որտեղ վախը առաջացնում այնպիսի ստրես, որ հետո շատ դժվար է պայքարել։ Իրոք ստրես։ Այո, որովհետև մարդը գտնվում է անդադ տագնապային վախերի ինչ-որ միջավայրում իր մտքերի հետ եւ դա բավականին մեծ խնդիր է։ Այնպես որ այո, լավատես եւ էմոցիաները դրական ժպտացեք միայն դրական էմոցիաներ։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս բժիշկ, գինեկոլոգ, սոնոգրաֆիստ, բժշկական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հորղուխչյանն էր։ Ուզում եմ ասել շնորհակալություն նաև աշխատանքի համար Arpinka Beauty-ին, տեղեկացնել, որ այն գտնվում է Իսակով 42 կոտորակ 3 հասցեում, հեռախոսահամարն է 044 31 27 38։ Մենք հանդիպելու ենք նաև մյուս շաբաթ, ցտեսություն։